Շնորհակալ, Փառք մեր Տիրոջը, սիրելի եկեղեցի, կարող եք զբաղեցնել ձեր տեղերը։ Մենք երեք շատ հրաշալի ժամանակ ունեցանք Աբովյանի եկեղեցում, շատ զորավոր էր, շատ օծված էր։ Մի հրաշալի աստվածաշնչյան ճշմարտություն բացահայտեցինք։ Ճիշտն ասած, ես այսօր պատրաստել էի մի ուրիշ խոսք, որ պետք է անդրադառնայինք այդ խոսքին։ Խոսքի վրա երկար աշխատել էի, գիշերն էլ ծառայությունից հետո մինչև ժամը 2-3 այդ խոսքի վրա աշխատել եմ, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, երբ որ այսօր եկա, հովվի սենյակում նստած զրուցում էինք, ես Աստծուց վկայություն ստացա, որ երեկվա խոսքը պետք է էլի անդրադառնանք, որտեղ այնքան զորավոր է, այնքան գաղտնիքներ կա այդ խոսքի մեջ, որ Տերը չի ուզում, չասեմ ես չեմ ուզում, Տերը չի ուզում, որ այս եկեղեցին անմաս մնա այդ ամեն ինչից։ Դրա համար այսօր կխոսենք երեկվա խոսքը շատ զորավորոցված, ես փառաբանության ժամանակ սպասում եմ, որ Տիրոջից եւս մի վկայություն ստանամ, որ անցնենք այդ խոսքին ու անցնելու ենք այդ խոսքին, բայց մինչև խոսքին անցնելը ես զգացի, որ սրա մասին պետք է խոսանք, խոսքի հետ ընդհանրապես կապ չունի, բայց կուզեմ խոսանք։ Եկեք բացենք Ղուկաս 3-րդ գլուխ։ Քանի որ ես իմ ծառայությունով ուսուցիչ եմ, իմ մոտ միշտ պետք է ամեն ինչ հիմնված լինի Աստվածաշնչի վրա ու խոսքով հաստատված։ Դրա համար այսօր Աստվածաշնչյան խոսքեր շատ ենք նայելու ու եթե քեզ դուր չեն գալիս այդպիսի քարոզները, այսօր մի քիչ կտանջվես։ Բայց եթե քեզ հաճելի են այդպիսի քարոզները, ամրացած խոսքով, ինձ թվում է քեզ դուր կգան։ Ես միշտ սիրում եմ Աստվածաշնչի այն խոսքերի մեջ խորանամ, որոնք որ մեծամասամբ քրիստոնյաների կյանքում անհետաքրքիր են ու քրիստոնյաները փորձում են շրջանցեն այդ խոսքը։ Դրա համար հիմա Ղուկաս 3:1-ը կնայենք։ Աստվածաշնչի ամենաերկար խոսքերից մեկն է։ Ու երբ որ կարդանք, դուք հաստատ այս խոսքը շատ եք կարդացել, բայց այս խոսքի մեջ որևէ խորություն չեք տեսել, մենք այսօր կփորձենք այս խոսքը թեթևակի անցնենք ու կասեմ ինչն է իմաստը։ Տեսեք։ Տիբերիոս կայսր կառավարման 15-րդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը Հրեաստանի կուսակալն էր եւ Հերովդեսը Գալիայի չորրորդապետը, նրա եղբայր Փիլիպոսը չորրորդապետ Իտուրացիների եւ Տրաքոնացիների երկրում, Լուսիանասը չորրորդապետ Աբիլենեի։ Այսքան է։ Հիմա առաջին հայացքից այս ինչ անհետաքրքիր խոսք է, այս խոսքի մեջ ինչ կարա թաքնված լինի։ Ասեմ։ Նկատեցիք ինչքան մարդ կա այս խոսքի մեջ։ 5 թագավոր կա այս խոսքի մեջ։ Երբ որ խոսում է չորրորդապետ փոխանորդ, դրանք ամեն մեկը մի երկրի թագավորներ էին։ Երբ որ ռոմեական կայսրությունը այն ժամանակվա ամենահզոր քաղաքակրթությունը գրավում էր երկրներին, չորրորդապետներ էր կարգում, որոնք նույն արքաներն էին։ Տեսեք, նույն Հերովդեսի մասին երբ որ խոսում ենք տեսնում ենք, որ Հերովդեսը Ավետարանում Իսրայելի արքան էր, Ռոմի կայսրի կողմից կարգված։ Այս բոլորը 5-ն էլ ամեն մեկը թագավորներ էին։ Իրանց ժամանակներում ազդեցիկ մարդիկ էին։ Ու գիտեք, փոքր երկրների թագավորներ չէին։ Ազդեցիկ անհատներ էին, զորավոր մարդիկ էին այդ ժամանակների մեջ։ Նրանց համար փակ դուռ չկար, նրանց համար անլուծելի հարցեր չկար, նրանց համար չպատասխանվող երկրային կարիքներ չկային։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր։ Այս բոլորին Աստված անգամ հարկ չի համարի երկրորդ խոսքը տա։ Բոլորին մի խոսքի մեջ տեղավորել է։ Տեսեք, նույն հրեաների մասին, երբ որ մենք կարդում ենք ծննդաբանությունը, զգացել եք, երբեք երկու հրեայի Աստված մի խոսքի մեջ չի դնում։ Սա ծնեց սրան, վերջ մի խոսք։ Բայց այստեղ 5 թագավորի Աստված ընդամենը մի խոսք է տվել։ Արժեք չի տվել սրանց, որ անգամ երկրորդ խոսքը տա, կիսի։ Գիտեք սա ինչ խորհրդապատկեր ունի։ Աստված ինչպես է գնահատում մարդկանց։ Գիտես, այսօր ովքեր են պատվելի քո աչքում, քո մտքում։ Գիտես, շատ ժամանակ մեր աչքում պատվելի են այն մարդիկ, ովքեր որ Աստծո աչքին ընդհանրապես արժեք չունեն։ Տեսեք, 5 թագավոր Աստծո աչքին ընդհանրապես արժեք չունեն, անգամ հարկ չհամարեց երկրորդ խոսքը տա։ Իսկ այսօր թագավորները, արքաները, ազդեցիկ մարդիկ ինչքան պատվելի են մեր աչքին, ինչքան ցանկալի են մեր աչքին, ինչքան մենք կուզենայինք իրանց հետ շփում մտերմություն ունենանք։ Գիտես, այստեղ է հարցը, ինչքանով է մեր ու Աստծո արժեքները համընկնում իրար հետ։ Գիտես, Աստծո խոսքն ասում է, ես ընկեր եմ բոլոր նրանց, ովքեր որ Տիրոջից վախենում են։ Գիտես, եթե մարդիկ Աստծուց չեն վախենում, թող քո աչքին պատիվ չունենան։ Գիտեք, ես մի հատ հետաքրքիր խորհրդապատկեր ասեմ հումորային։ Երբ որ տանը ինչ որ արարողություն ա լինում,
թե ուրախության արարողություն, թե սգի արարողություն, ոնց է լինում։ Հիմնականում այն ուրախության արարողության ժամանակ հիմա ընդունված է թանկարժեք մեքենաներ են, չէ՞, վարձակալում։ Ու միշտ ամենապատվելի հյուրերին ամենաթանկարժեք մեքենաներով են, չէ՞, ճանապարհում։ Անկամ քավորի հետևից միշտ առանձնահատուկ շարասյուն է գնում, չէ՞, քավորին բերելով։ Բայց նկատել եք միշտ այդ արարողությունների ժամանակ մի հատ գազել են վարձում, որ գյուղից եկած բարեկամներին են, այդքան էլ արժեք չունեցող բարեկամներին լցեն այդ մի գազելը ուղարկեն։ Գիտեք, այս Ղուկաս 3-ի 1 այդ գազելն է։ Մարդիկ են, ում որ Աստված պատիվ չի տալիս, լցել է մի հատ խոսքի մեջ ուղարկել է։ Գիտես, ասածիս իմաստը ինչու՞մ է կայանում։ Ես ասում եմ, որովհետև հոգում զգում եմ, որ այդպես։ Այստեղ մարդիկ կան նստած, ովքեր որ մտածում են, էս ուր ենք եկե, էս ինչ են անում, ինչի հետևից են մարդիկ ընկե, կյանքը դրսում է։ Գիտես, Աստված պատվում է այս հավաքույթները։ Ու այստեղ է ամենակարող Աստծու երկնքի ու երկրի արարչի սիրտը։ Այստեղ է, որ իր փափագն է, իր հոգատարությունն է, իր մտերմությունն է, բոլոր այն դրսում տեղերը, որտեղ որ հիմա քո միտքն է, որտեղ որ քո ցանկությունն է, որտեղ որ դու քո վիճակն ես գցել, այդտեղ Աստված անարգում է, այդտեղ Աստված չկա։ Գիտես, եթե քո համար երկնքի ու երկրի տիրակալը, ամենակալ Աստված, ում ձեռքում որ թագավորների սիրտը ջրի վտակների նման են, եթե դու այդ մեծ Աստծուն չես պատվում ու քո համար պատվելի են ինչ որ այլ արժեքներ ունեցող մարդիկ, դու Աստված նույն ճանապարհով չես գնում։ Ու դա շատ վտանգավոր է։ Եկեք մտածենք Աստծու նման ու լինենք Աստծու նման։ Թող քո բաժինը, քո վիճակը, թող Աստծու ժողովրդի մեջ լինի, Աստծո սիրտը տեղ է։ Հրյաները նոր ուխտում խորհրդապատկերն են եկեղեցու։ Գիտես, ով որ իրան համարում է եկեղեցու անդամ, հոգևորում հրյա է, Աստծո ցեղից է, Աստծո սերունդից է, Աստված մի խոսք է տալիս տրամադրում, Աստված քո հետևից ամենապատվարժան մեքենան է ուղարկում, բայց այն մարդիկ, ովքեր որ քո աչքին պատիվ ունեն ու Տիրոջ ժողովրդից չեն, դա Աստծուն ցավացնում է, եթե քո բաժինը, քո ցանկությունը, քո փափագը այնտեղ է։ Տերը կարա քո կշիռը բարձրացնի, կարա քեզ զորացնի, կարա քեզ իրանց բաժինն ու ժառանգությունը տա, բայց ավելի լավ է դու Տիրոջ մեջ լինես, Տիրոջով այդ ամեն ինչը ժառանգես, քան թե նրանց ճանապարհներով։ Ամեն, որտեղ Աստծո խոսքն ասում է վերջին ժամանակներում Տերը այդ բոլորի հավաքածը տալու է աղքատին ողորմողներին, մեզ։ Այսինքն Տերը նրանց բաժին ու ժառանգությունը պատրաստել է մեր համար։ Իսկ մենք այդ ամեն ինչը անարգելով ուզում ենք նրանց մեջ վիճակ գցենք։ Մենք փորձում ենք դրա հետ պայքարենք։ Դա մտքի ամրություններ է կոչվում։ Փորձում ենք դրանց հաղթարենք, բայց դա մեր ուժերից վեր է։ Գիտես, այսօր Աստծո զորությունը, ներկայությունը, ազատագրումը այստեղ ներկա է։ Ու ծառայության ընթացքում կզգաս, թե ոնց է քո միտքը հետևանում։ Դու կզգաս ոնց են այն ամրությունները, որոնց դեմ դու պայքարել ես ու գիտես Տիրոջը հաճելի չի, բայց դու անզոր ես, կզգաս ոնց է վայր ընկնում քո կյանքից։ Հալելույա, փառք Աստծուն։ Սպասի մինչև ծառայության վերջ ու տեսնես քո մտքում ինչքան բաներ են փոխվում։ Ամեն, փառք Տիրոջը։ Իսկ հիմա գնանք այսօրվա մեր թեմային, ինչի մասին որ պատրաստել ենք։ Թեման կոչվում է կյանքի ծառ, մեկ այլ ձևով կենաց ծառ։ Ինձ թվում է բոլորը կյանքի ծառի մասին տեղյակ են, բոլորը կարդացել են կյանքի ծառի մասին, բայց կյանքի ծառը մեծամասամբ այսօր քիչ խոսացվող թեմաներից մեկն է քրիստոնեական համայնքում։ Գիտեք ինչի։ Սատանայի ձեռագրերից մեկը գիտեք որն է։ Հիմնարար ճշմարտությունը քրիստոնյաներից թաքցնել։ Գիտեք, Սատանան ձեզ չի գա այնպիսի հարցադրումներով, այնպիսի թեմատիկայով, որ կասկածից վերան ավելորդ ռեսուրս չի ծախսի ձեր։ Օրինակ տեսեք, քանի որ դուք այստեղ Աստծուն հավատացող Սուրբ Հոգով մկրտված ժողովուրդ եք, Աստծո հրաշքները, նշանները ձեր կյանքում տեսել եք, չի գա ձեզ ասի Աստված չկա։ Նա այդ հարցով կգործի ուրիշների հետ, բայց ձեր կյանքում այդ հարցով չի գա, որովհետև անիմաստ ռեսուրսի վատնում է դա իր համար։ Գիտեք, հիմա Սատանան քրիստոնյաների հետ աշխատում է ուրիշ ձևով։ Փորձում է քրիստոնյաներից թաքցնի այն կարևոր գաղտնիքները, սկզբունքները, հայտնությունները, որոնք քրիստոնյայի կյանքում կարան բերեն գերբնական Աստծո հրաշքների, օրհնությունների բխումը։ Սատանայի ամենամեծ նպատակը, որ քեզ բաժանի Աստծո ունեցած քո ժառանգությունից։ Ու հետո քո կյանքում հարց բերի, բա ինչի չի կատարվում։ Բա որ քո Աստված խոսքա տվե, բա ինչի տեղի չի ունենում։ Գիտես ինչու՞մ է հարցը։ Սկզբունքներն է փորձում քո կյանքից շեղի, սկզբունքները քո կյանքում թաքցնի, որ դու չհասկանաս ինչ ճանապարհով այդ օրհնությունները քո կյանքի մեջ պետքա գան։ Որովհետև երբ որ մենք տեսնում ենք Աստծո խոսքի մեջ օրհնություններ, հեղեղներ,
գերբնական Աստծո հրաշքներ, բժշկություններ, զորություններ, ներգործություններ, այդ ամեն ինչը ունի իր ներգործության գաղտնիքը, ունի իր դրսևորման պայմանները, որովհետև հոգևոր աշխարհում առհասարակ մարդկության պատմության մեջ ոչ մի բան ծրի չի։ Ծրի է մի բան, փրկությունը։ Մնացած ամեն ինչի համար մենք գին ենք վճարում։ Նույն Աստծո արքայության մեջ։ Ու գիտեք հետաքրքիրն ինչու՞մ է։ Սա դասական առևտուր չի։ Մենք Աստծուն մի բան ենք տալիս, որ ինքը դիմացը մի բան տա։ Այստեղ շատ կարևոր է մենք հասկանանք ոնց է այդ ամեն ինչը գործում, որովհետև մենք Աստծուն չվերածենք առևտրականի, արդյունքում մենք սխալ տեղ դուրս կգանք։ Երբ որ Աստված քեզ ասում է, սա արա, որ արդյունքում սա ունենաս, այնպես չի, որ ինքը դա վաճառում է քո ինչ-որ մի բանով։ Երբ որ նա քեզ ասում է, սա արա, ինքը գիտի, որ դա անելու արդյունքում այն ամեն ինչ որ ինքը քեզ խոստացել է, քո կյանքում այդ ամեն ինչը օրհնություն կլինի։ Օրինակ տեսեք, նույն դանակը կենցաղում շատ օգտակար գործիք է, բայց նույն դանակը մարդասպանի ձեռքում շատ վտանգավոր գործիք է։ Երբ որ Աստված քեզ ասում է, սա արա, որ մտնես խոստմունքի երկիրը, դա քո լավից է բխում, որովհետև եթե դու դա չանելով մտնես դրա մեջ, այդ ամեն ինչը քո համար օրհնության աղբյուր չի լինի։ Գիտես, մի օրինակ բերեմ։ Պատկերացրա 2 տարեկան երեխայի ձեռքում, 2-3 տարեկան, ես այդ օրինակ էլի այստեղ Աստվածաշնչյան դպրոցում բերել եմ, իմ տղան երբ որ 3 տարեկան է, դրա ձեռքը մկրատ էր ընկել, սիրուն, գունավոր, գիտես, ու եթե այդ պահին հայտնվեր ինչ-որ մեկ ու իրան ասեր, ինչի ես լացում, ինքը կարող ասեր, դե իմ ծնողներս ինձ չեն սիրում, ձեռքս մի հատ լավ բան էր ընկել, հազիվ սկսել էի խաղալ ու եկան ձեռքիցս խլեցին։ Տեսանկյունը լրիվ ուրիշ էր, բայց իրականը մենք դա արեցինք իր լավից ելնելով։ Նույն ձևով, երբ որ Աստված ինչ որ մի բան մեզ չի թողում կամ հակառակը ինչ որ մի բանի դիմաց մեզնից ինչ որ մի բան է ակնկալում, դա մեր օգտի համար է, որ մենք հասնենք այդ մակարդակի մեջ, երբ որ Աստված մեզ վստահի այդ ամեն ինչը։ Գիտես, Աստված քեզ չի վստահի խորը ջրեր, եթե դու լողալ չգիտես։ Որտեվ այդ խորը ջրերը ինչպես հաճելի են լողալու համար, այնպես էլ նպաստավոր պայմաններ են խեղդվելու համար։ Դրա համար, երբ որ Աստված քեզ առաջարկում է ինչ-որ մի մակարդակի հասնել, ինչ-որ մի process անցնել, դա միայն բարի է, դա առևտուր չի։ Սա շատ կարևոր է մենք հասկանանք։ Հիմա այս ամեն ինչը ներածական մաս էի տալիս, սկզբից մի քիչ ներածական մաս կխոսանք, որը կարող է մի քիչ ձանձրալի թվա, բայց հետո կբերենք բալանսի ամեն ինչ։ Հիմա կխնդրեմ, որ էկրանի ծառայողները էկրանին մի հատ նկար կա, ես տվել եմ։ Նայենք այդ նկարը երեք եմ սարքել արհեստական բանականության միջոցով, կոչվում է կենաց ծառ։ Տեսեք, ինչ հետաքրքիր նկար է։ Նկարի արմատները վերևում են, երկնքում են։ Եթե այնտեղ տեսնում եք, երկնքի դարպասներն է։ Բայց նկարը նաև դեպի ներքև է աճում ու պտուղ է տալիս երկրի վրա, բայց երկրից արմատ չունի, իր արմատները երկնքում է։ Իր մեծությունը, վեհությունը ու փառավորությունը տեսեք, պտուղների մեծությունը ու փառավորությունը ու մարդկանց փոքրությունը այդ ամեն ինչի համեմատ։ Այս ամեն ինչը խորհուրդ ունի։ Ոչ մի բան պատահական չի։ Հիմա կսկսենք ուսումնասիրել այդ ամեն ինչի մասին։ Նախ ինչ էր կյանքի ծառը եւ որտեղ էր այն եւ որտեղից էր սկսվում իր պատմությունը։ Եկեք գնանք Ծննդոց 3:22։ Ծննդոց 3:22։ Տեր Աստված ասաց. ահա Ադամը դարձավ իբրև մեկը մեզանից, բարին ու չարը իմացող։ Այժմ միգուցե իր ձեռքը մեկնի, կենաց ծառից առնի եւ ուտի ու հավիտյան ապրի։ Ուստի Տեր Աստված դուրս արեց նրան Եդեմի պարտեզից, որպեսի մշակի հողը, որտեղից առնվել էր, եւ արտաքսեց Ադամին եւ Եդեմի պարտեզի դիմացը դրեց քերովբեներին, եւ ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը կենաց ծառի ճանապարհը հսկելու համար։ Տեսեք, կենաց ծառը գտնվում էր Եդեմի պարտեզում, որտեղ որ Ադամն ու Եվան էին։ Կենաց ծառից ուտելու արգելք չունեին Ադամն ու Եվան, մինչև որ բարի ու չարի գիտության ծառի պտղից կերան։ Բայց երբ որ բարի ու չարի գիտության ծառից կերան, արդեն այդ կարգավիճակում մարդու համար անընդունելի էր կենաց ծառից ուտել, որտեղ տեսեք Աստված ինչ ասում, կդառնան անմահ։ Այսինքն կենաց ծառի պտուղներից մեկը անմահությունն է։ Կանդրադառնանք դրան։ Այսինքն տեսեք, ինչ տեղի կունենար, ինչի է նախաբանը տալիս, որ Աստված մեզ սիրելով է որոշ բաներից զրկում։
Մեզ կարող է թվա, ինչի Աստված զրկեց, դե թող ուտեին։ Գիտես, եթե ուտեին, մեր համար հիմա լավ չէր լինի։ Այնքանով մեր համար լավ չէր լինի, որ մենք չէինք լինի, ուղղակի երկիր մոլորակը գոյություն չէր ունենա։ Ինչի՞։ Ով գիտի ինչքան ժամանակ էր անցկացրել։ Մեզ միշտ թվում Ադամը ստեղծվեց այսօր, վաղը պտուղը կերավ, այն մյուս օր Աստված իրան հանեց Եդեմից։ Իրականում այդպես չի, Ադամը գիտեք ինչքան երկար ժամանակ է Եդեմում ապրել։ Աստծու հետ ամեն օրվա շփում է ունեցել։ Իր մեղսավոր ապականված միտքը չի ունեցել։ Լայն միտք է ունեցել։ Պատկերացնում ես ինչքան ինֆորմացիա է ունեցել, ինչքան կարողություններ է ունեցել, ինչքան հմտություններ է ունեցել։ Այդ ամեն ինչով հանդերձ մարդկությունը գիտեք ինչ էր կառուցել։ Օրինակ հիմա Ատլանտյան օվկիանոսի հատակում մի հատ քաղաքակրթություն է հայտնաբերվել, կոչվում է Ատլանտիդա։ Այնտեղ գիտեք այնպիսի շինություններ կան, որ հիմիկվա ժամանակակից մարդկային միտքը, զարգացած տեխնիկաները, շինանյութը այդպիսի շինություններ չի կարող կառուցի։ Բայց այն ժամանակ եղել է կառուցված։ Ու երբ որ մեզ պատմության դասագրքերից միշտ սովորացնում են, որ հին ժամանակներում մարդկությունը զարգացած չի եղել, ավելի թույլ է եղել, քարի դար, պղնձի դար, մարդիկ որս են արել, տկլորման են եկել, չգիտեմ, տերևներով իրանց ծածկել են, չի եղել այդպիսի բան։ Հակառակը, մարդկությունը շատ ավելի զարգացած է եղել ու ստեղծել է այդպիսի քաղաքակրթություններ։ Դրա համար Աստված Նոյի ժամանակներում ջրհեղեղով այդ ամեն ինչը ոչնչացրեց։ Որովհետև տեսեք, եթե ասում եմ այն ժամանակվա մեղքը այնքան շատ էր, որ Աստված զղջաց մարդկությանը ստեղծել է ու մարդկությունը ոչնչացրեց։ Իսկ երկրորդ Աստված, երբ որ Հիսուսը իր երկրորդ գալստյան մասին խոսում, ասում է կլինի Նոյի ժամանակների պես, չէ՞։ Իսկ Նոյի ժամանակներում ոնց էր, մեղքն էր շատ, գիտությունն էր շատ, հարստությունն էր շատ։ Այսինքն, եթե Հիսուսը դեռ չի եկել, այդ նշանակում է հիմիկվա այդ ամեն ինչը դեռ չի հասել այն ժամանակվա այդ ամեն ինչին։ Իսկ այդ ժամանակվա ամեն ինչը ստիպեց, որ Աստված ոչնչացնի մարդկությանը։ Այսինքն, պատկերացնում եք այդ ժամանակ ինչքան այդ ամեն ինչը զարգացած է եղել։ Ասածիս իմաստը այնն է, մի քիչ այս պահը երկարացնում եմ, եթե այդքան ունենալով հանդերձ առանց կյանքի ծառի մարդիկ հասան այն կետին, որ կանգնած էին ինքնաոչնչացման առաջ, պատկերացրու ինչ կլիներ, եթե մարդիկ ունենալով կյանքի ծառը, բայց չունենալով Աստծուն ինչեր կանեին։ Դրա համար շատ բարի է, երբ որ կյանքի ծառից հասանելիություն չունի մարդկությունը։ Այսի ոնց որ մեր համար մի քիչ վատ լուր է, եթե ծանոթանանք ինչեր կարար մեզ կյանքի ծառը տար, ու ինչի է դա անհասանելի մեր կյանքում։ Գիտեք ինչեր կարար մեզ կյանքի ծառը տար։ Ասեմ ինչեր կարա տա։ Այնքան օրհնություններ կարա տար մեզ կյանքի ծառը, եթե մենք իշխանություն ունենայինք կյանքի ծառից ուտելու։ Դրա մասին լավ մի քիչ հետո խոսամ, այսօր քարոզը մի քիչ ուրիշ ձև կառուցենք։ Աստված վերցրեց կյանքի ծառը։ Մինչև վերցնել է ինչ է տեղ ունենում։ Երկու քերովբեներ է դնում, ովքեր որ պաշտպանում են կյանքի ծառը, որ Ադամն ու Եվան չկարանան մոտենան։ Քերովբեները ամենազորավոր հրեշտակներն են։ Ու ամեն կողմ պատտվող ոսկե սուրը։ Սուրը գիտեք ինչի խորհրդապատկերն է Աստվածաշնչի մեջ։ Աստծո խոսքի։ Երբ որ խոսում Աստծո խոսքի ու սուրի մասին, դրանք ուղիղ համեմատականներ են։ Տեսեք, այստեղ Աստված պաշտպանում է կյանքի ծառը, որը աճում է այդ երկրից, այսի մեր համար մասամբ լավ լուր է, որ գիտես կա, բայց դու դրանից հասանելիություն չունես։ Դա գիտես ինչի նման է։ Ովքեր որ հարազատներ են կորցրել, ու այդ հարազատները տիրոջ մեջ են ննջել։ Մենք մի մխիթարություն ունենք, որ իրանք երկնքում են ու մենք կհանդիպենք։ Բայց այնքանով է ցավ, որ այս կյանքում մենք իրանց հետ հանդիպում չենք ունենալու։ Սա նման է դրան, որ կյանքի ծառը կա, մենք դրանից իշխանություն ունենք օգտվելու, բայց երկնքում է։ Այսինքն massամբ մխիթարություն է։ Բայց գիտեք, Աստծո սկզբունքները լրիվ այլ են։ Աստծո մոտ, եթե մի բան երկնքում է, այնպես չի, որ այդ մի բանը մենակ երկնքում է։ Գիտեիք դրա մասին։ Օրինակ մի հատ այսպեսի հարց տամ. Հիսուսը որ երկրի վրա էր 33 տարի։ Հիսուսը մենակ երկրի վրա էր։ Դուք գիտեք, որ Հիսուսը նաև երկնքում էր։ Եկեք գնանք Հովհաննես 3:13։ Ուզում եմ Աստծո սկզբունքներին ծանոթանանք։ Ինչպես կարա Աստծո մոտ մի բանը լինի եւ այստեղ եւ այնտեղ։ Հովհաննես 3:13-ի մեջ ինչ է ասում։ Չենք բացել դեռ։ Հովհաննես 3:13։ Էսի Հիսուսի ու Նիկոդեմոսի խոսակցությունն է, հիշում եք, չէ՞։ Նիկոդեմոսը լուրջ քահանայապետ անձնավորություն էր, սովորական անգրագետ Իսրայելի ժողովրդից չէր։
ու գիշերով գալիս էր Հիսուսի մոտ ուսմունքներ սերտելու։ Ու տեսեք Հիսուսը ինչ է ասում. «Եվ ոչ ոք վեր չելավ երկինքը, եթե ոչ երկնքից իջնողը, մարդու որդին»։ Իրա մասին է խոսում Հիսուսը։ Նա որ երկնքում է։ Չի ասում նա որ երկնքում էր։ Նա որ երկնքում է։ Այսինքն Հիսուսը միաժամանակ երկրի վրա լինելով նաև երկնքում էր։ Գիտեք, սա մի հատ հետաքրքիր բացահայտում է մեր համար։ Այսինքն այնպես չի, որ երկինքը դատարկ էր, Հիսուսը այնտեղ չէր, ինչ որ մի բան այնտեղ դատարկ էր ու կարային ու սատանան կամ ուրիշները առիթից օգտվել, քանի որ երկինքը դատարկ էր։ Հիսուսը երկրի վրա լինելով նաև երկնքում էր։ Այսինքն կյանքի ծառը երկնքում լինելով դա Աստծո տրամաբանությունն է։ Աստված նաև թողեց երկրի վրա կյանքի ծառը։ Հարց. բա որտեղ է կյանքի ծառը երկրի վրա։ Եթե երկրի վրա է, բա իմանանք տեղը, եթանք օգտվենք։ Եկեք գնանք տեսնենք Աստված կյանքի ծառը որտեղ էր պահել։ Անցյալով եմ խոսում որտեղ էր պահել, որտեղ հեսակ տեսնենք որտեղ էր պահել։ Ելից 25-րդ գլուխ եկեք գնանք 18-րդ խոսքից։ Ելից 25 18-ից։ Գիտեք ինչի նկարագիրն է, երբ որ Աստված Մովսեսին ցույց է տալիս ժողովրդի վրանը, այսինքն տաճարը, որ պետք է անապատում կառուցվեր 40 տարի, երբ որ Իսրայելը անընդհատ ճամփորդությունների մեջ էր մինչև խոստմունքի երկիր հասնելը, Աստծո բնակության խորանը պետք է կառուցվեր։ Ու Մովսեսը հատ առ հատ Աստծուց տեսիլք էր տեսել, թե ամեն բան ոնց պետք է լինի։ Ու եկեք կարդանք, թե ոնց պետք է լիներ այդ ամեն ինչը։ 18-ից սկսած։ Երկու ոսկե քերովբեներ կպատրաստես կափարիչի երկու ծայրերի վրա, դրվագելով կշինես դրանք։ Մի քերովբեն պատրաստիր այս ծայրին, իսկ մյուս քերովբեն այն ծայրին։ Քերովբեները կափարիչից պիտի պատրաստես նրա երկու ծայրերին։ Քերովբեները վերևիցը տարածած պիտի լինեն թևերը իրենց թևերով ծածկելով կափարիչը։ Դրանց երեսները միմյանց հանդիման թող լինեն եւ քերովբեների երեսները դեպի կափարիչը լինեն։ Կափարիչը կդնես տապանակի վրա վերևից, իսկ տապանակի մեջ կդնես այն վկայությունը, որ քեզ պիտի տամ։ Ես քեզ կհանդիպեմ այնտեղ եւ քավության վրայից, վկայության տապանակի վրայից գտնվող երկու քերովբեների մեջտեղից քեզ հետ կխոսեմ այն ամենի մասին, ինչ պատվիրելու եմ քեզ Իսրայելի որդիների համար։ Ծանոթ քերովբեներ են։ Սրանք այն քերովբեներն էին, որ պահում էին կյանքի ծառը։ Իսկ այստեղ քերովբեները ինչ էին անում։ Պահում էին վկայության տապանակը, խորանը։ Խորանի մեջ ի՞նչն էր։ Մովսեսի կողմից ստացած Աստծո պատվիրաները, երկու քարե տախտակները, որտեղ որ Աստծո խոսքն էր։ Իսկ Աստծո խոսքը դա սուրն է։ Տեսեք, նույն քերովբեները, նույն սուրը այստեղ են։ Այդ նշանակում է իրանք ինչ են պահում, եթե նույն ձևով հայտնվել են այդտեղ։ Դա գիտեք ինչի նման է, երբ որ ինչ որ մի բարձրաստիճան պաշտոնյայի թիկնազորը ինչ որ մի տեղում է, դու գիտես չէ՞ որ այդ պաշտոնյանը տեղ է, որտեղ թիկնազորը ինքնակլուխ չի եկել։ Սրանք կյանքի ծառը պաշտպանող թիկնազորն էին։ Եթե իրանք ստեղ էին վկայության խորանում էին, նշանակում է կյանքի ծառը այստեղ էր։ Իրանք կյանքի ծառն էին պաշտպանում։ Այսինքն Աստված կյանքի ծառը թողեց երկրի վրա։ Որտեղ էր երկրի վրա կյանքի ծառը։ Վկայության խորանում։ Տեսեք մխիթարություն կա մեր համար։ Աստված թողել էր կյանքի ծառը երկրի վրա, բայց որտեղ էր սրբության սրբոցում։ Իսկ որտեղ էր սրբության սրբոցը։ Դա տաճարի մեջ մի հատ վայր էր, որտեղ որ տարին մի անգամ իրավունք ուներ մտներ քահանայապետը։ Մովսեսից հետո։ Մինչև այդ Մովսեսը ամեն օր կարար մտներ ու դուրս գար այնտեղ։ Իսկ քահանայապետը ո՞նց էր մտնում խորան, հիշում եք։ Մտնում էր զոհի արյունով, տարին մեկ անգամ, իրենից զանգակ կախված, որովհետև ինքը հաղորդելուց պետք է շարժվեր մարմնով, որ զանգակը զանգ տար, որ դրսի ժողովուրդը իմանար ինքը կենդանի է, որովհետև եթե անսուրբ վիճակում առանց զոհի արյան ինքը մտներ սրբության սրբոց, միանգամից կմահանար։ Ու ոտին շղթա կար կապված, որ եթե ինքը մահանար, ոչ մեկ իրավունք չուներ մտներ սրբության սրբոց իրան հանելու, որովհետև մտնողներն էլ կմահանային, իրան այդ շղթայով քաշում դուրս էին հանում։ Այսինքն տարին մի անգամ մենակ քահանայապետը կարար մտներ սրբության սրբոց, բնականաբար վայելեր կյանքի ծառի օրհնություններից ու զոհի արյունով, առանց զոհի չէր կարա մտներ։ Իսկ հիշում եք, ասացինք Մովսեսը ամեն օր էր մտնում, օրը մի քանի անգամ։ Հիշում եք Մովսեսի կյանքի մասին, այսինքն Մովսեսը միակ մարդն էր, որ վկայություն ստացավ Աստծուց, որ իր նման մարգարե չի եղել։
Այսինքն կյանքի ծառից անընդհատ ուտելը քեզ Աստծո աչքին այնքան կբարձրացնի, որ Աստված կվկայի, որ քո նմանը չի եղել։ Սա կյանքի ծառի պտուղներից ևս մեկն է, հեսա կանդրադառնանք դրան։ Բայց գիտես ինչ տեղի ունեցավ։ Մինչև այդ ասեմ, սրբության սրբոցի ու ժողովրդի մեջ ելից 26-ի 1-ը կարակ նայեք չկարդանք, վարագույր կար։ Լավ եկեք կարդանք 26-ի 1-ը, նույն գրքում ենք արագ կարդանք։ 26-ի 1-ը։ Ելից 26-1։ Վրանը կպատրաստես 10 վարագույրներով մանած նուրբ կտավից եւ կապուտ ծիրանագույն եւ կրկնակի կարմիր բրդից, այն կզարդարես ճարտարներով, ասեղնագործված քերովբեներով։ Նույն քերովբեներն են, նույն թիկնազորն է։ Այսինքն կյանքի ծառը վարագույրից են կողմեր։ Ոչ մեկ իշխանություն չուներ դրանից օգտվելու։ Մենք ունենք մասամբ մխիթարություն։ Լավ, կյանքի ծառը կար։ Այ հետո ինչ որ չենք կարող օգտվենք։ Մխիթարություն ունենք կա, բայց դե մեր համար չի, քահանայապետի համար է։ Մեր հայոց լեզվի դասատուն մի հատ խոսք ուներ, ասում էր հետո ինչ որ Բաղդադում խուրմա կա, մեզ ինչ։ Այսինքն ոնց որ կա կյանքի ծառը, բայց հрьяաների մոտերն էլ ոչ ամեն հрья կարար դրանից օգտվել։ Քահանայապետը տարին մի անգամ են էլ վախվորած, վախենալով կարար մտներ։ Բայց գիտես եկավ ժամանակ, որ վկայության, երբ որ Իսրայելը մտավ խոստմունքի երկիր, վկայության խորանը քանդվեց ու Սողոմոնը կառուցեց հայտնի Սողոմոնի տաճարը, որ համարվում էր աշխարհի մեծագույն հրաշալիքներից մեկը։ Ու հարց է առաջանում. Բայց այդ դեպքում կյանքի ծառը ինչ եղավ։ Տերը ուր տարավ կյանքի ծառը, երբ որ վկայության խորանը քանդվեց։ Եկեք գնանք տեսնենք ուր գնաց կյանքի ծառը։ 3-րդ Թագավորաց 6-րդ գլուխ 29-րդ խոսքից։ 3-րդ Թագավորաց 6-րդ գլուխ 29-րդ խոսքից։ Եվ տան բոլոր պատերի վրա ներսից ու դրսից շուրջանակի քանդակեց եւ փորագրեց քերովբեներ, արմավենիներ ու բացված ծաղիկներ։ Նույն քերովբեներն են, արմավենին էլ կյանքի ծառի խորհրդապատկերը։ Այսինքն Աստված կյանքի ծառը վերցրեց վկայության խորանից ու տարավ Սողոմոնի տաճար։ Բայց նույն ձևով ելի պահպանեց սրբության սրբոցում։ Վարագույրի հետևում, որտեղ էլի տարին մի անգամ իրավունք ուներ մտներ քահանայապետը։ Այսինքն ժամանակները մոտենում են դեպի մեզ, մինչև Հիսուսի գալուստը, բայց մենք տեսնում ենք մեկը կյանքի ծառը հասանելի չի դառնում մարդկանց, Ադամի մեղքի պատճառով։ Բայց տեսեք ինչ է տեղի ունենում։ Եկեք գնանք Մատթեոս 27:51։ Մատթեոս 27:51։ Էսի հենց այն ձանձրալի մասնա, որ ասում էի քարոզի սկզբից։ Հիմա ավելի աշխուժ մասերին անցնելու ենք։ Եվ ահա տաճարի վարագույրը վերից վար երկու մասի պատռվեց։ Հիշում եք, էսի այն վարագույրն էր, որ կյանքի ծառը պահում էր ժողովրդից, որ ոչ մեկ իշխանություն չունենա մտնելու։ Գիտեք սա երբ տեղի ունեցավ, երբ որ Հիսուսը խաչի վրա մահացավ։ Եթե մի քանի խոսք վերև նայեք։ Երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին։ Գերեզմաները բացվեցին եւ ննջեցյալ բազում սրբերի մարմիններ հարություն առան։ Տեսեք ինչ հետաքրքիր հաջորդականություն է տեղի ունենում։ Կյանքի ծառը բացվում է։ Բոլորը իրավունք ունեն մտնելու ու օգտվելու կյանքի ծառից։ Այսինքն կյանքի ծառից օգտվելու իշխանություն տրվեց բոլորին։ Հեսա նայենք այդ բոլորը ովքեր են, մասամբ բոլորին։ Ու ինչ տվեց կյանքի ծառը մարդկանց։ Տեսեք առաջին բանը ինչ տեղի ունեցավ։ Մենք տեսանք, որ կյանքի ծառը թաքնված էր։ Ու երբ որ կյանքի ծառի քողը բացվեց, տեսեք առաջինը ինչ տեղի ունեցավ։ Ասում է սուրբ ննջեցյալներ հարություն առան։ Չի ասում բոլոր ննջեցյալները, սուրբ ննջեցյալները հարություն առան։ Այսինքն մենք մինչև այդ տեսանք, որ կյանքի ծառը տալիս է հավիտենական կյանք։ Մեկ այլ կերպ ասած առավել քան կյանք։ Գիտես, մահացածները, ովքեր որ այն կարգավիճակի մեջ էին եղել, ովքեր որ իրավունք ունեին կյանքի ծառից օգտվելու, ինքնըստինքյան կյանքի ծառի պտուղը դարձավ իրենց համար հասանելի, ու իրանք հարություն առան։ Այսինքն տեսեք, կյանքի ծառից օգտվողների կատեգորիան, ովքեր իրավունք ունեին օգտվելու, ովքեր որ սուրբ էին։ Սուրբերը իշխանություն ունեն կյանքի ծառից օգտվելու։ Ու դա իրենց կյանքերում բերելու է առավել քան կյանք։
Գիտես, մենք սենց չպատկերացնենք, որ Աստված մեզ սենց սկուտեղով ինչ-որ միրգ է հյուրասիրելու, մենք վերցնելու ենք դա ուտենք ու ասենք սա կյանքի ծառից ուտել են։ Եթե դու քո կարգավիճակով համապատասխանում ես այն կատեգորիաներին, որ մենք ուսումնասիրում ենք, դու ինքնըստինքյան արդեն այդ մանդատը ունես կյանքի ծառից օգտվելու։ Օրինակ, եթե դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ունես, պետք չի որ քո ճակատին գրեն հայ։ Քանի որ դու այն կապուտ անձնագիրը արդեն ունես, այդ նշանակում է դու արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես։ Քո դրսևորումից կարողա չերևա դու հայ ես թե չէ։ Նա քո կողքը կանգնած լինի հույն, ասորի, չգիտեմ ինչ, այն ազգերն եմ ասում, որ իրար նման են արտաքինով։ Ոչ մեկ չի կարող ասի, ես մարդը հայ է։ Քո անձնագիրն է ասում, որ դու հայ ես։ Նույն ձևով, եթե դու այն պատկանելիությունը ունես, մենք հեսա տենալու ենք այդ պատկանելիությունը ոնց է։ Այդ նշանակում է ինքնըստինքյան դու արդեն կյանքի ծառից օգտվող քրիստոնյա ես։ Ինչ է կյանքի ծառը տալիս մարդկանց։ Այս եմ ուզում արդեն սկսենք նայել։ Գալիս ենք ամենահետաքրքիր կետերին։ Ինչ է տալիս կյանքի ծառը մարդկանց։ Կյանքի ծառը մարդկանց տալիս է հավիտենական կյանք, առավել քան կյանք։ Դա չի նշանակում, որ մենք երկրի վրա չենք մահանալու։ Ամեն մեկն են մահանալու, մինչև Տիրոջ գալուստը։ Բայց գիտես, առավել քան կյանքը ու կյանքը իրարից շատ են տարբերվում։ Առավել քան կյանքը դա լեցուն կյանքն է։ Դա օծված կյանքն է, դա փրկված կյանքն է, դա մատակարարված կյանքն է, դա պաշտպանված կյանքն է, որ ամեն ինչ ավելցուկով է։ Այդ դա Աստծո կյանքն է, առողջ կյանքն է։ Հիմա եկեք հաջորդ օրհնությունը նայենք։ Կյանքի ծառը քեզ տալիս է հավիտենական կյանք կամ առավել քան կյանք։ Առակաց 3:18 եկեք գնանք։ Առակաց 3:18։ Առակաց 3:18։ Նա իրեն կառչողների համար կյանքի ծառ է եւ իրեն պինդ բռնողին երանելիք դարձնի։ Հալելույա։ Տեսեք։ Առաջին մասը թողենք, երկրորդ մասին կանդրադառնանք։ Ասում է Աստված մեր համար կյանքի ծառ է, ու ինչ է տալիս կյանքի ծառը։ Երանելի դարձնել, երջանկացնել։ Եթե մենք նայում ենք մի քանի թարգմանություն, եթե մենք նայում ենք Արարատ թարգմանություն, ասում է պինդ բռնողին երջանիկ կանի։ Սա Արարատ թարգմանությունն է, երջանիկ կդարձնի։ Երբ որ նայում ենք նոր թարմացված Արարատ թարգմանություն, ասում է երանելիք դարձնի։ Տես, քեզ ինչ է պետք երջանիկ դառնալու համար։ Մարդկանց երջանիկ դառնալու համար պետք է, որ իրենց երազանքները կատարվեն, ճիշտ է։ Հիմա ես կխնդրեմ, որ դու թղթի վրա կամ հեռախոսի մեջ կամ մտքում պահես քո երազանքները։ Ինչ երազանքներ ունես։ Մտքում պահի։ Հաստատ դրանք ավելը չեն մի քանի հատից։ Ինչքան էլ քեզ թվա դրանք ավել են, դրանք այդքան էլ շատ չեն երազանքները։ Հիմա այդ քո երազանքները պահի ինչ-որ միտեղ, եթե քո երազանքները ֆինանսների հետ կապված են, դրանք ընդհանրապես մի կատեգորիայի մեջ է մտնում, ֆինանսներ։ Եթե Աստված ֆինանսներ տվեց, այդ բոլոր ֆինանսների հետ կապված երազանքներդ կկատարվի։ Եթե ունես մի քանի հիվանդություն, մենակ առողջության հրաշք, այդ սաղ բժշկի։ Նես չէ որ ամեն մի հիվանդությունից բժշկվելը մի երազանք է։ Եթե ունես ընտանեկան խնդիրներ երեխաների հետ, կին, ամուսին, փոխհարաբերությունների մեջ, դա ընտանեկան մթնոլորտում, եթե Աստված հրաշք անի, այդ երազանքներդ կիրականանան։ Հիմա տես, երազանքներդ պահի, Աստծո խոսքն ասում է, երջանիկ կդարձնեմ քեզ։ Կյանքի ծառը տալիս է իշխանություն երջանիկ դառնալու, երանելի դառնալու։ Որն է տարբերությունը երջանկության ու երանության։ Միգուցե դու հեզ անձնավորություն ես ու քո համար այդքան էլ շատ բան պետք չի երջանիկ լինելու համար։ Աստված քո համար էլ լավ բան ունի։ Ասում այդ լավ է, որ դու այդքան հեզ ես, որտեղ հեզությունը հոգու պտուղներից մեկն է։ Կկատարեմ քո երազանքները, բայց դու պետքա լինես երանելի նաև։ Քո շրջապատի մարդիկ պետքա քեզ երանի տան։ Քո շրջապատի մարդիկ երբ քեզ երանի կտան։ Մի հատ մտովի պատկերացրա քո այն ամենա նախանց բարեկամներին, ցանկացող բարեկամներին, հարևաներին, երբ քեզ երանի կտան։ Հիշի։ Ու էսի պահի քո մտքում Աստված քեզ ուզում է անի։ Ուզում է որ քեզ երանի տան։ Դա կյանքի ծառի պտուղներից մեկն է, ասում է նա իրեն կառչողների համար կենաց ծառ է եւ իրան պինդ բռնողին երանելիք դարձնի։ Այսինքն կյանքի ծառի պտուղները մենք տեսանք որն է։ Երջանկանալ, երազանքների իրականացում ու երանելի լինել։ Այսի մի կետի տակ է քնում։ Հիշի երազանքներդ։ Մի մոռաց, եթե գրի, դաժե ես կարամ քեզ ասեմ, այդ գրածներդ կարաս թղթի վրա պահես ու որոշակի ժամանակ հետո բացես կարդաս։
ու տեսնես, թե Աստված ոնց է դրանք իրականություն դարձրել։ Բայց գնանք ինչ պետք է անես, որ դրանք իրականություն դառնան, դրանք ինքնըստինքյան իրականություն դառնալու սովորություն չունեն։ Այսինքն տեսանք, կյանքի ծառի եւս մեկ պտուղ, դա երջանկություն, երազանքների կատարում, երանելիություն։ Առաջին պտուղը հավիտենական կյանքներ, լեցուն կյանքներ, օծված կյանքներ։ Հիմա եկեք գնանք Հայտնություն 22 առաջին երկու խոսքերը, Հայտնություն 22 առաջին երկու խոսքերը։ Հրեշտակն ինձ ցույց տվեց կենաց ջրի կետը, փայլուն ինչպես բյուրեղը, որ բխում էր Աստծու ու գառան գահից, եւ նրա հրապարակի մեջտեղում գետի այս ու այն կողմերում կենաց ծառ էր, որ 12 պտուղ էր տալիս, ամեն ամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևները ազգերին բժշկելու համար էին։ Տեսեք ինչ է դա, եկեք երկրորդ խոսքը մի հատ էլ կարդանք։ Երկրորդ մասից կենաց ծառից, որ 12 պտուղ էր տալիս, ամեն մի ամիս իր պտուղն էր տալիս։ Մենք կարանք այնպես անենք, որ էկրանի մի մասը լինի միշտ այն ծառի նկարը, այն մյուս մասը նոր լինի Աստվածաշնչյան խոսքը։ Եթե կարանք, եթե չէ նորմալ է։ Տեսեք, կյանքի ծառը ամեն մի ամիս մի պտուղ է տալիս։ Այնպես չէ, որ մի անգամ տարին պտուղ տալիս ու վերջ, տարին մի անգամ կարաս դու այն ամեն ինչից օգտվես, ինչ որ մենք տեսանք, ու հեսա էլի ենք տենալու։ Այսինքն տեսեք, այս պտուղները որ կան, նկարի մեջ քիչ են, բայց իրականում 12 հատ են, ու ամեն մի պտուղը մեկը մյուսից տարբերվում է։ Տես, մենք տեսանք, որ կյանքի ծառը քեզ ինչ է տալիս, երազանքների կատարում։ Գիտես հետաքրքիր որ Աստված ասում է ամեն ամիս պտուղ է տալիս ծառը։ Ամեն մի ամիս իր պտուղն է տալիս։ Ամեն մի ամիս Աստված ուզում է քո կյանքում մի հատ երազանք իրականացնի։ Հալելույա, փառք Աստծուն։ Երազանքներդ քանի հատ էին, մարդկա ում երազանքները 5-ից ավել էին։ Հիմա տես, այսինքն 5-6 ամիսը հերիք է, որ քո բոլոր երազանքները կատարվի։ Այսօրվանից սկսած, այս ամիսը հələ չի ավարտվել։ Այս ամիս Աստված կարա քո մի երազանքն արդեն իրականություն դարձնի։ Պտուղը, եթե դու վերցնես այս ամիս արդեն քո մի երազանքը կիրականանա։ Հալելույա, փառք Աստծուն։ Մյուս ամիս Աստված ուզում է մյուս երազանքը իրականանա։ Շատ կարճ ժամանակ հետո տես, քո երազանքները պատկերացրեցիր, հիմա պատկերացրա Աստված, երբ որ այդ բոլորն իրականացնի, ի՞նչ է լինելու, գիտես։ Դու սկսելու ես ավելի մեծ երազել։ Հիմա եթե դու մեքենա չունես ու քո երազածը, չգիտեմ, մի հատ Opel Astra G ունենալն է, եթե դու ունեցար Opel Astra G, դու հաջորդ ուզելու ես ավելի բարձր մեքենա, մինչև հասնես Rolls-Royce-ի։ Օրինակ եմ ասում, բայց հիմա եթե քեզ ասեն Rolls-Royce, քո մտքով չի անցնի։ Դրա համար Աստված քեզ փառքից փառք է տանում։ Աստված աշխարհիկ Rolls-Royce ունեցողին ո՞նց է ամոթով թողելու, դու գիտես։ Աստծո խոսքն ինչ ասում, Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որ մի բան լինողներին ամոթով թողի։ Եթե մեզ ընտրել է, մենք այսօր ստեղ ենք, մենք աշխարհի տկարներն ենք եղել։ Գոնե ես եղել եմ աշխարհի տկարներից։ Եթե Աստված ինձ ընտրել է, ես այստեղ եմ եղել ու կան մարդիկ, որոնք այստեղ են, այստեղի լինողներին ոնց պետք է ամոթով թողի։ Ոչ թե սրանց իջացնի, դա Աստծո ծառագիրը չի իջացնել։ Ինձ այնքան տի բարձրացնի, որ սրանք իմ ֆոնի վրա ամոթով մնան։ Հալելույա, փառք Աստծուն։ Ոնց Աստված այդ ամեն ինչը իրականացնելու։ Հիմա դու քո Opel Astra G-ով չես կարող ոչ մի Rolls-Royce ունեցողի ամոթով թողես, բայց եթե քո երազանքները իրականանա, դու մի հատ մակարդակի վրա բարձրանաս, ավելի բարձր մակարդակի այդ երազանքներն էլ իրականանա։ Հաջորդ մակարդակի վրա կգա այն մի կետին, որ դու կունենաս քո սեփական Boeing-ը ու այն Rolls-Royce ունեցողը ամոթով կմնա։ Դրա համար Աստված ուզում է քեզ ամեն անգամ քո երազանքի մակարդակի մեջ բարձրացնի, բայց դա ո՞նց է տեղի ունենալու։ Երբ որ ամեն մի երազանքդ կատարվի ու դու մակարդակի մեջ աճես։ Դրա համար Աստված ուզում է հնարավորինս արագ քո երազանքներն իրականացնի, որ անցնենք հաջորդ փուլին, որ նրանք ամոթով մնան, որտեղ դա Աստծո կամքն է։ Այսինքն, եթե քո երազանքը չի իրականանում, նրանք ամոթով չեն մնում, այդ նշանակում է Աստծո խոսքը չի իրականանում։ Իսկ Աստված իր խոսքի հետևում կանգնած է, ինքը ամեն ինչից առավել ուզում է, որ իր խոսքը կատարվի։ Ոչ թե քո համար, այլ իր համար։ Ու ինքը ուզում է, որ իրականանան քո երազանքները։ Իսկ հիշում եք մենք սկզբից ինչ խոսացինք։ Սատանան ամեն ինչ արել է, որ դու այս սկզբունքների մասին չիմանաս։
քեզնից թաքցրել է պրինցիպները, դու ինչ հոգևոր պրինցիպներ գործադրես քո կյանքում, որ այս ամեն ինչը իրականանա։ Հիշի քո մեռած երազանքները, որ դու թաղել ես միտեղ։ Եթե քեզ ասեն, հավատում ես, որ էսիկ իրականանա, դու կեղծավորություն կանես, ասես, հայ, իհարկե հավատում եմ, բայց քո ներսում գիտես, որ չէ, էլի արդեն քանի տարի է, ոչ մի բան էլ տեղից չի շարժվում, ոնց կարա իրականանա։ Գիտես, Աստված ամեն մի մեռած երազանքի հարություն է տալիս։ Ինքը հարության Աստված է։ Իր համար մեռած ոչ մի բան չկա։ Եկան ասին Աբրահամը, Իսակը, Հակոբը, Աստված ասեց, ես իմ համար մեռած մարդ չկա, սաղ էլ կենդանի են։ Հիսուսը, հիշում եք, բայց իր ասելուց առաջ 1000 քանի տարի առաջ մեռել էին իրեքն էլ։ Աստծու համար մեռած ոչինչ չկա։ Քո ամենամեռած երազանքը կարա իրականանա, եթե դու կյանքի ծառից օգտվես։ Ինչ լավ է, չէ՞։ Հեսա կանդրադառնանք այն կետերին, թե ոնց անենք, որ կյանքի ծառից օգտվենք։ Հիմա պտուղներն ենք ուսումնասիրում, հեսա շուտով կգանք այն կետերին, թե ոնց անենք, որ այդ ամեն ինչից օգտվենք։ Տեսեք, մենք հենց ընդամենը 2 պտուղ ենք նայել, թե ոնց կարա մեր կյանքերում այդ երազանքները, թե կյանքի ծառը ինչ կարա մեր կյանքում տա։ Եկեք գնանք հաջորդը, Հայտնություն 22:14։ Հայտնություն 22:14, նույն գլխում ենք 14-րդ խոսքը։ Երանելի են նրա պատվիրանները պահողները, այս մասը էլիք նայենք, առաջին մասը, որովհետև նրանցն է իշխանությունը կենաց ծառի վրա եւ քաղաքի դռնովը ներս կմտնեն։ Տեսեք, այնտեղ քաղաքի դուռն է երևում, երևում է ձեզնից, ես շատ մոտ եմ, ինչ չի երևում, ձեզ կերևային հեռվից։ Տեսեք, կենաց ծառը քաղաքի դրսից դուրս եմ ես դրել։ Այսինքն, եթե դու կենաց ծառից օգտվում ես, դու իշխանություն ունես մտնելու քաղաքի դռնից ներս։ Գիտեք, սա այն մասին չի, որ մահանալուց հետո մենք կմտնենք, նաև այդ մասին է, բայց ոչ ամբողջական։ Եթե դու քո կյանքում կենաց ծառից օգտվելու արտոնություն ես ունեցել, դու կյանքից հետո համարձակ իշխանություն ունես մտնելու Աստծո արքայության թագավորության մեջ, բայց մեր երկրային կյանքի վրա ի՞նչ է նշանակում քաղաքից դռնից ներս մտնել։ Ինչ կա այդ քաղաքում։ Այդ քաղաքում կա Աստծո ներկայությունը, Աստծո փառքը։ Գիտես, որ այդ քաղաքում արև չկա, Հայտնության գրքի մեջ ասում է, Աստծո փառքն է լուսավորում այդ քաղաքը։ Ու ինչ է խոսում Աստծո խոսքի մեջ առաքել, ասում է, համարձակորեն մոտենանք Աստծո գահին, պատշաճ ժամանակին շնորհք ընդունելու։ Ու հետո հարց է տալիս, ո՞րն է պատշաճ ժամանակ, ասում է, այսօր ու հիմա։ Ու դա ասում է 2000 տարի առաջ, այսինքն ամեն մի քրիստոնյայի կյանքում այսօր եւ հիմա է համարձակորեն մոտենալու Աստծո գահին, որը քաղաքից ներս է, ու շնորհք ստանալու։ Իսկ ինչ է անում Աստծո շնորհքը։ Ամեն ինչ Աստծո շնորհքն է անում։ Ամեն զորություն, ամեն մի հրաշք Աստծո շնորհքն է ներգործում։ Եթե Աստծո շնորհքը չլինի, ոչ մի բան չի լինի։ Ինչն է քեզ բժշկում։ Աստծո շնորհքն է քեզ բժշկում։ Ինչն է քո կյանքում հրաշք անում։ Աստծո շնորհքն է հրաշք անում։ Ինչն է քո կյանքում ազատագրում բերում։ Աստծո շնորհքն է ազատագրում բերում։ Աստծո շնորհքից բացի ոչ մի զորության ներգործություն քո կյանքում չի կարող լինի։ Իսկ ով կարա այդ Աստծո շնորհքից օգտվի, ով որ կարա մտնի քաղաքի դռնից ներս։ Իսկ ով կարա քաղաքի դռնից ներս մտնի, ով որ կենաց ծառից է օգտվում։ Տեսնում եք ինչքան թաքնված գաղտնիքներ կան կենաց ծառի հետևում, ու մենք չենք իմացել այս ամեն ինչի մասին։ Հիմա եկեք մի հատ վտանգավոր կետի մասին խոսանք։ Լավ բաների մասին խոսացինք, չէ՞։ Իսկ դու գիտեք, որ կենաց ծառից կարա ձեր բաժինը պակասի։ Մենք երեք Աբովյանում չխոսացինք, երիտասարդ եկեղեցի էր, չվախացրինք ժողովրդին, այստեղ ավելի փորձառու եկեղեցի է, մի քիչ ցես վախացնենք։ Տեսեք, մենք տեսանք կյանքի ծառի օրհնությունները գերբնական։ Բայց գիտես, որ բաներ կա, որ կարա քո բաժինը կենաց ծառից պակասացնի։ Եկեք գնանք տեսնենք։ Հայտնություն 22:19, նույն գլխի 19-րդ խոսքը։ Սա կարիք կա մի քանի թարգմանություններով նայենք։ Հիմա եթե այստեղ Արարատ թարգմանությունը այսպես է գրված լինելու, եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից է բան պակասեցնի, Աստված կպակասեցնի նրա բաժինը կյանքի գրքից։ Նոր Արարատ թարգմանության մեջ ասում է կպակասացնի կենաց ծառից։ Նրա բաժինը կպակասացնի կենաց ծառից։ Ինչ է սա նշանակում։ Եթե դու Աստծո խոսքը ամբողջական չես տալիս, մասնակի ես տալիս, ասում է ով որ պակասացրեց, Աստված էլ նրա բաժինը կպակասացնի։ Ինչ որ սկզբունքներ կա, քեզ հաճելի չի, քեզ ցավացնում է։ Ու դու փորձում ես շրջանցես այդ ամեն ինչը։ Գիտես,
ինչքան դու շրջանցես, այդքան քո բաժինը կպակասի կյանքից առեց։ Կարող է քո կյանքում ամեն ամիս հրաշք չլինի, կարող է տարին մի անգամ լինի։ Աստված պակասացնում է քո բաժինը։ Կարող է քո կյանքում իշխանություն չունենաս, դռնից ներս մտնես, որտեղ Աստված պակասացնում է քո բաժինը, եթե դու Աստծո խոսքից ես պակասացնում։ Այսօր մարդիկ Աստծո խոսքը ոնց ուզում են աղավաղում ներկայացնում են։ Գիտես, Աստված կպակասացնի, սա շատ վտանգավոր է։ Մինչև այն կետը, երբ որ Աստված զրկի։ Եթե քո կյանքում Աստծո խոսքը ամբողջական չես պահում, կետեր կա, որ քեզ հաճելի չի, փորձում ես դա շրջանցես, քո ինչ որ մեղքը, քո իրավիճակը, քո կուռքը կոծկելու համար, իմիջիալոց այսօր խոսքերի պատրաստեն նաև կուռքերի համար, ուզում եի կուռքերի մասին խոսանք, դա մի ուրիշ անգամ։ Մենք քրիստոնյաներս պաշտպանված չենք կուռքից։ Դուք գիտեք, որ Պողոս առաքյալն իր կյանքում անգամ կուռք ուներ, մինչև վերջ։ Դրա մասին հետո խոսանք։ Մինչև վերջ ինքը չազատագրվեց այդ կուռքից։ Գնաց երկինք, բայց այդ կուռքից չազատագրվեց։ Գիտես կուռքը ինչ կարա քեզ անի։ Քո բաժինը պակասացնի կենաց ծառից, բայց ոչ քեզ երկնքից։ Պողոս առաքյալի մահը, եթե հիշում եք, գիտեք, որ դա Աստծո կողմից նախասահմանված մահ չէր Պողոսի համար։ Երկու մարգարեություն կար, որ Պողոսին զգուշացրեցին Իսրայել չգնաս կմեռնես։ Հիշում եք։ Ձեզ ինչ ա թվում, Աստված զգուշացնում էր պրոստը ասելու համար։ Եթե Աստված մի հատ մարգարեական խոսք ա տալիս զգուշացնում, նշանակում ուզում է քեզ դրանից պաշտպանի։ Պողոս առաքյալը գնաց Երուսաղեմ, այնտեղից բռնեցին, ուղարկեցին Հռոմ, այնտեղ էլ սպանեցին։ Դա ուրիշ թեմա է, մի օր կանդրադառնանք կուռքերին։ Տեսեք, եթե խոսքից պակասացնենք, կպակասի նաև մեր բաժինը կյանքից առեց, սա շատ վտանգավոր։ Այսօր նայում ես ուսմունքներ, Աստծո պատվիրաններն են առնարգում, Աստծո շնորհքը դնում են առաջին տեղում, բայց այդ շնորհքը սարքում են անշնորհքություն, ոնց են ուզում այդ ամեն ինչից օգտվեն։ Այդ ամեն ինչը պակասացնելու է։ Այստեղ տեղին է Հիսուսի այն խոսքը, որ ասում է՝ դուք չմտաք, մտնողներին արգելեցիք։ Այդ մարդիկ չեն օգտվում կյանքի ծառից ու ռեալ է, տեսնում ես այդ մարդկանց կյանքում կյանքի ծառի պտուղները չի գործում։ Սա վտանգավոր կետ է։ Ու գիտես հետաքրքիրը որն է։ Եթե դու ինքդ գոնե քո մասով զրկվում ես այդ ամեն ինչից, քո մեղքի պատճառով դու զրկվում ես, ինչ որտեղ մխիթարելի է, ասես դե ես իմ սխալի պատճառով տուժեցի, բայց գիտես ամենավտանգավորը ինչու՞մ է կայանում։ Երբ որ քո մեղքի պատճառով կարան տուժեն շատ մարդիկ։ Եթե դու պատասխանատվություն ունես մարդկանց վրա, որ Աստված քեզ մանդատ ա տվել, քո հետևից գալիս են մարդիկ, քո սխալի պատճառով կարան իրանք տուժեն։ Դու սխալ սովորացնես Աստծո խոսքը, դու աղավաղես Աստծո խոսքը, դու սխալ հայտնություններ տաս։ Տեսեք, Եղիա մարգարեին ով է հիշում։ Աստվածաշնչի հզորագույն մարգարեներից մեկն էր։ Հիշում եք Եղիան ինչ հրաշքներ արեց։ Կարմեղոս լեռան վրա Աստծո կրակը բերեց զոհի վրա ու ցույց տվեց, որ իրականում Տերն է Աստված ու Բահաղը, Աստարոթները սա սուտ են։ Ու ինչ արեց, նույն օրը Բահաղի 450 մարգարեներին սպանեց, չէ՞։ Ու հաջորդ օրը Հեզաբելի հերթն էր։ Հեզաբելը թագուհին էր, թագավորի կինն էր, ով որ հովանավորում էր այդ բոլորին ու հալածում էր ճշմարիտ հավատավորներին։ Ոչ միայն հալածում էր, ասում է մորթում էր։ Ասում է ոնց որ Հեզաբելն էր մորթում, այդպես Եղիան մորթեց Բահաղի մարգարեներին։ Մի քիչ վախենալու է, բայց հաջորդ օրը Հեզաբելի հերթն էր, բայց Հեզաբելը վախացրեց Եղիային, Եղիան փախավ։ Փախավ ու երբ որ Աստված հանդիպեց իրան, ինչ ասեց։ Ասեց կգնաս Ազայելին կոծես թագավոր Ասորեստանի վրա, Հեուին կոծես թագավոր Իսրայելի վրա, Եղիսեին էլ կոծես մարգարե քո փոխարեն։ Ու այն ինչ որ դու կիսատ թողեցիր, իրանք կանեն։ Այսինքն Հեզաբելի հարցերը լուծելը։ Ու իրականում այդպես էլ եղավ։ Բայց գիտես լինելը տևեց տասնամյակներ։ Այդ տասնամյակների ընթացքում ինչ եղավ։ Մինչև այդ Աստված ասում է, որ Իսրայելում ուներ 7000 հոգի, որ Հեզաբելից փախած, իրանց այն ժամանակ քրիստոնյա չէին կոչվում, հավատավոր կյանքն էին ապրում։ Ու տես, այդ տասնամյակների ընթացքում, երբ որ Եղիան պիտի Հեզաբելի հարցերը լուծեր, 7000-ը պիտի դառնային 17, 27, 100, միլիոն, մինչև ամբողջ Իսրայելը դարձի կար։ Բայց Եղիայի պատճառով այդ տասնամյակների ընթացքում այն մարդիկ, որ պետք է հավատավոր դառնային այդ 7000-ի միջոցով, միգուցե մահացան, չհասցրեցին այդ կետին։ Միգուցե այն 7000-ը չձգեցին մինչև վերջ, վախեցան, հանձնվան։ Մարդիկ, որ պետք է փրկվեին այդ 7000-ի միջոցով, չփրկվեցին։ Ինչի՞, որտեվ Եղիան այն ժամանակ իր տեղում չմնաց։ Այսի ամենավտանգավոր բանն է։ Տերը քեզ վստահում է, Տերը քեզ տանում է, դու գնա մինչև վերջ։ Եթե Տերը քեզ բերել հասցրել է մինչև այդ կետին, ինքը չի ուզում որ դու հանձնվես կամ այդ կետից սկսած սկսես քո արքայությունը կառուցել։
Դու միշտ պետք է կառուցես Տիրոջ արքայությունը։ Որ պահին դու սկսես քո արքայությունը կառուցել, քո բաժինը կենաց ծառից պակասելու է ու տուժելու են այն մարդիկ, որ քեզ են վստահված։ Ու միգուցե տուժելու են այն մարդիկ, որ պետքա քեզ վստահեր Աստված, բայց դու չկարողացար հասնես այդ կետին։ Դա ամենավտանգավորն է։ Սա վախենալու կետերի մասին, որ երեք չխոսացինք Աբովյանում։ Հիմա եկեք մի հատ ամփոփենք, թե ինչ կարա տա մեզ կյանքի ծառը ու գանք այն կետին, բա ինչ անենք, որ այդ կյանքի ծառից օգտվենք։ Լավ, այդքան լավ բան է։ Հետո գիտես ինչ ինում են, որ գովազդում են, այս ինչ ապրանքը, իր մի 10 րոպե իր լավ կողմերն են ներկայացնում, վերջում ասում են, այսքան դրան, արժեքը, գինը, մենք հեսա անցնելու ենք գնին, թե ինչ պետք է վճարենք, որ մենք այդ կենաց ծառից օգտվենք, որտեղ ամեն մեկը չի, որ իշխանություն ունի այդ կենաց ծառից օգտվելու։ Տեսեք, ինչ էր տալիս կենաց ծառը։ Առավել քան կյանք, հավիտենական կյանք, երազանքների իրականացում, երանելի դառնալ, երջանիկ դառնալ, քաղաքի դռնով ներս մտնել, Աստծո գահից շնորհք ստանալ, այդ շնորհքը ներգործել մեր կյանքերի ընթացքում, հաղթել կյանքը մի խոսքով, ամոթով թողել բոլոր այն երանելիներին, ում որ Աստված ուզում է ամոթով թողի մեր պատճառով։ Ու այս ամեն ինչի համար մեզ ընդամենը պետքա կենաց ծառից օգտվել մեր կյանքում։ Այս ծառից, այն պտուղներից։ Այդ պտուղները այդքան էլ խնձոր չեն, ուղղակի նկարը իրանց խնձորը պատկեր է։ Հիմա ինչ անենք, որ այդ ամեն ինչից օգտվենք։ Ով իշխանություն ունի օգտվելու այդ ամեն ինչից։ Առաջինը տեսանք սրբերը։ Կենաց ծառից օգտվեցին նրանք, ովքեր որ սուրբ ննջեցյալներ էին։ Ինչա նշանակում սուրբ։ Դուք նկատել եք, քրիստոնյաներս միշտ հոգևոր բառեր ունենք, բայց այդ բառերի բացատրությունը չունեն, գիտեք։ Մենք ասում ենք սուրբ, սուրբ, որ ասեն ինչա սուրբը, կասենք դե այն մարդը, որ մեղք չի գործում։ Ով գիտի, որ սուրբ է այն մարդն, որ մեղք չի գործում։ Դուք գիտեք, որ իրականում դա ընդհանրապես այդպես չի։ Սրբությունը մեղք չգործելու հետ ընդհանրապես կապ չունի։ Սուրբ նշանակում է դա եբրայերեն, ինչքան նշում եմ, կոդեշ բառն է, որը նշանակում է զատված, առանձնացված։ Եթե դու քեզ զատել ես, առանձնացրել ես այս աշխարհից ու ասում ես ես Հիսուսին եմ պատկանում, դու արդեն սուրբ ես։ Կապ չունի մեղք արել ես թե չէ։ Որտեղ տեսեք, Պողոսը որ գրում եմ ձեզ, ես ինչ եկեղեցու սրբերին։ Նշի, որ այնտեղ բոլորը մեղք չգործող մարդիկ էին։ Այնտեղ բոլորը Հիսուսին պատկանող մարդիկ էին, որտեղ Աստծո խոսքն ասում է, այս երկրի վրա չկա մեկը, որ մեղք գործած չլինի։ Ասում է, եթե ասում է ես մեղքել չեմ գործել, արդեն սուտ ասեց։ Իսկ սուտ ասել արդեն մեղք կա։ Այսինքն ոնց նայեմ, մենք այս երկրի վրա մեղք չգործող մարդ չկա։ Այդ նշանակում է նաև սուրբ մարդ չկա, եթե մեր համար սրբություն ու մեղք չգործելը նույնն է։ Իսկ Պողոսն ասում է սրբերիդ։ Կամ Պողոսն է սխալվում, կամ մենք ենք սուրբ բառը սխալ հասկանում։ Իսկ ամենայն հավանականությամբ մենք ենք սուրբ բառը սխալ հասկանում։ Այսինքն առաջին կետը սրբություն, այսինքն սրբություն բոլոր նրանք, ովքեր որ իշխանություն կունենան օգտվելու կյանքի ծառից։ Հիմա կարաք ասեք, բա մեղք է, հեսա մեղքերին կանդրադառնանք։ Հաջորդը Առակաց 3:18 եկեք գնանք էլի, չնայած նայել ենք այս կետը, հիմա եկեք էլի նայենք։ Առակաց 3:18, որտեղ Աստվածաշնչի մեջ միշտ պայմանն ու արդյունքը իրար հետ է տրվում։ Մենք քանի որ քարոզը կիսեցինք երկու մասերին, բոլոր կետերի մի մասը նայել ենք, հիմա մյուս մասն ենք նայելու։ Առակաց 3:18 Նա իրեն կարչողների համար կենաց ծառ է եւ իրեն պինդ բռնողին երանելիք դարձնի։ Ովքեր են կյանքի ծառից օգտվում, ովքեր որ պինդ են բռնել Հիսուսին, ովքեր որ կարչած են Հիսուսին, նրանց համար կա կյանքի ծառ, ովքեր որ մատերի արանքով են նայում, ում համար որ այս պահին հարմար է Հիսուսի հետ լինել, հաջորդ պահին հարմար չի, իրանք չեն համարվում պինդ բռնողներ։ Ովքեր որ պինդ են բռնել Հիսուսին, ասում են Տեր, եթե ինձ էլ թողես, քեզ չեմ թողի, այն նրանց համար է կյանքի ծառը։ Չնայած Հիսուսը երբեք չի թողում։ Ասում է անգամ եթե ծնողդ քեզ թողի, ես քեզ չեմ թողի։ Մեզ կարող է թվա Հիսուսը մեզ թողել է, բայց ինքը երբեք մեզ չի թողել։ Մի հատ թեմայից դուրս բան ասեմ, շատերի համար մխիթարություն կլինի։ Եղել է քո կյանքում երբեմն, որ դու Աստծո ներկայությունը չես զգում, չես վերապրում ու քեզ թվում Աստված քեզ թողել է։ Ու մոտ ա եղել այսպիսի բան։ Ու դու սկսում ես ապաշխարել, լացել եւ այլն, բայց գիտես որ Աստված քեզ չի թողել։ Մատթեոս ավետարան 28-րդ գլուխ, վերջին խոսք, ասենց ասեմ, որ հիշեք։ Ասում է ես ձեր հետ եմ մինչև աշխարհի վերջ։ Եղել է աշխարհի վերջը։ Չէ, Հիսուսը քո հետ է, խոսք է տվել։
կապ չունի դու ուզգում ես թե չես զգում։ Հիմա դու ուզգում ես ով է Ամերիկայի նախագահը։ Քո զգալուց կապ չունի, այն մարդը Ամերիկայի նախագահն է։ Դու կարող ես իր հետ հանդիպես, իր ֆիզիկական ներկայությունից զգաս, որ ինքը զորեղ մարդ է։ Բայց հիմա այստեղ դու շատ ես զգում։ Քո զգալ չզգալուց բան կախված չի, ինքը ընդեղ Ամերիկայի նախագահն է։ Այսինքն եթե Հիսուսը ասել է ինքը քո հետ է մինչև աշխարհի վերջ, կապ չունի դու ուզգում ես թե չես զգում։ Կարող է օրը լավ չես քնել, լավ չես արթնացել, զգայարաներդ խառնա։ Առավոտվա սուրճդ չես աստրել խմես, զգայարաներդ խառնա, չես զգում։ Այդ չի նշանակում Հիսուսը քո հետ չի։ Ինքը քո սուրճի դազիրովքից կախված չի, քո հետ է կամ քո հետ չի։ Ինքը միշտ է քո հետ։ Ամեն, կապ չունի դու ուզգում ես թե չես զգում։ Հալելույա, փառք Աստծո։ Դրա համար կարևորը մենք իր հետ միշտ լինենք։ Եթե մենք միշտ իր հետ ենք, մենք իշխանություն ունենք կյանքի ծառից օգտվելու։ Այս էլ հաջորդ կետը։ Սրբությունը հիշում ենք, երկրորդ կետը՝ պինդ բռնել Հիսուսին։ Հաջորդ կետը եկեք գնանք։ Հաղթողները։ Հայտնություն 2:7։ Հայտնություն 2:7։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին։ Հաղթողին թույլ կտամ ուտել կյանքի ծառից, որ Աստծո դրախտում է։ Տեսեք, Աստծո դրախտումը մենք նայեցինք, որ միևնույն ժամանակ նաև երկրի վրա է, որտեղ Աստծո դրախտում մեծամասամբ մեզ կյանքի ծառը այդքան էլ պետք չի լինելու։ Ով որ հաղթում է։ Իսկ ով է հաղթում։ Գիտեք, ով որ կյանքն է հաղթում։ Գիտեք, մենք քրիստոնյաներս ճիշտ պատկերացում ունենք կյանքը հաղթելու մասին։ Գիտես, կյանքը հաղթում ես, եթե դու ապրում ես Հիսուսի համար իրականում, երբ որ երևույթը, աշխարհի չափանիշները, աշխարհի սկզբունքները չեն քեզ ստիպում ապրել, այլ Աստծո արժեքներն են քեզ ստիպում ապրել։ Դու Աստծո արժեքներով ես ապրում։ Էդ է քեզ տալիս կյանքը հաղթել, որտեղ բոլոր նրանք, ովքեր որ ապրում են մատերիայի հիման վրա, նյութականով առաջնորդված, այդ մարդիկ չի, որ կյանքը հաղթում են։ Որտեղ եթե դուք խոսեք այդ մարդկանց հետ ու համոզված եմ խոսել եք, մարդը ինքը հոգևոր արարած է, ինքը ստեղծված է հոգևոր արժեքներով ապրելու համար։ Այդ մարդիկ ինչքան էլ նյութական դիզայն, ինչքան էլ մեծ թվա այդ ամբարիշները իրան շրջապատել են բոլոր հաճույքներով, օրհնություններով, իրանք այստեղ վկայություն ունեն, որ ինչ որ մի բան այն չի, ինչ որ մի բան պակաս է։ Գիտես, հաղթում են նրանք, ովքեր որ Աստծո հետ են ապրում, ովքեր որ աշխարհին իշխանություն չեն տալիս, որոնց կյանքի ամեն մի բնագավառի վրա Հիսուսն է Տերը։ Դու քո այս բնագավառը քո ձևով չես անում, իսկ այն մի բնագավառ Աստծո հետ։ Իսկ գիտեք հետաքրքիր ինչն է։ Հիսուսը Տերը միշտ չէ, ու կարա հաղթի ցանկացած իրավիճակում։ Բայց գիտեք, մինչև դու չես հաղթում, ինքը ցույց չի տալիս հետի ոնց է լինելու։ Ինքը տեսնում է դու կարաս հաղթես առանց ցույց տալու։ Մի հատ հարց տամ պատկերացնելու համար։ Աստծո կամքն է, որ բոլորը փրկվեն։ Ամեն։ Դուք հավատում եք, եթե Հիսուսը 10 վայրկյան ավել չի, 10 վայրկյան դժոխք կբացի, ամբողջ մարդկությունը, չփրկված մարդկությունը դժոխք կտեսնի, բոլորը կապաշխարեն։ Հաստատ կապ։ Ով որ դժոխքը տեսել է, հաստատ համոզված կլինի։ Ով որ դժոխքը տենա, անհնար է մարդ չապաշխարի։ Բա ինչի՞ չի անում Աստված։ Ուզում է սաղ փրկվեն, 10 վայրկյանում կարա սաղ աշխարհին փրկի։ Բա ինչի՞ չի անում։ Ասում է Երանի նրանց, ով որ առանց տենալու հավատաց։ Գիտես, դու դա կարաս տենաս հավատալուց հետո։ Կամ հատուկ ընտրյալների դեպքում կարող Աստված թույլ տա մինչև փրկվելը տենաս նոր փրկվես, որտեղ կան մարդիկ, ում համար այս աշխարհում գիտեք, չէ՞, ուրիշ ճանապարհ չկա, մինչև Աստված գերբնական ներգործություն չանի իրանց կյանքում։ Մինչև իրանք չտեսնեն, չեն հավատա։ Օրինակ, երբ որ մենք Աստվածաշնչյան դպրոցում սովորում էինք, մեր մոտ մի ուսուցիչ եկավ, դրսից հրավիրված, ասաց կա այստեղ մարդ, ում որ հրեշտակներն են քարոզել ու բերել Աստծուն։ Ես խնդացի, ասի, ուժել այստեղ պետքա մարդը լինի, ու դες ի զարմանս ինձ մարդ կար, որ ասեց հա, ու այդ հյուրը պատահական չէր ասում, հոգուց էր ասում։ Այսինքն կան մարդիկ, ում համար որ բոլոր հնարավոր ճանապարհները մարդկային մոտեցման դեպի իրանց փրկություն անհնար է։ Աստված կօգտագործի հրեշտակներին, կօգտագործի դժոխքը ցույց տալով, երկինքը ցույց տալով, այնքան որ բերի փրկության, որտեղ Աստված ուզում է ամեն մեկի փրկությունը։ Հիմա պատկերացրա քո այն ամենամեծ հարազատ, որ քո համար թանկ է, բայց ըստ քեզ ոչ մի ճանապարհ չկա, որ ինքը փրկվի, որտեղ բոլոր հնարավոր տարբերակները փորձել ես։ Գիտես, դու աղոթի, որ Աստված անենց կարա հայտնվի, որ չհալվող սիրտ չկա։ Ուղղակի մոտեցման ձև կա։
ջերմաստիճան կա, Աստված ինչ ջերմաստիճան միացնի, որ այդ սրտերը հալվեն։ Ամեն։ Հալելույա, փառք մեր Տիրոջը։ Այս կետը, ովքեր որ հաղթում են, իրանք իշխանություն ունեն կյանքի ծառից օգտվելու։ Տեսանք ովքեր են հաղթում կյանքը։ Ում համար որ հոգևոր արժեքներով ապրելն է առաջնային։ Գիտես, ինչի սա ասեցի։ Անտեսանելի դաշտում շատ դժվար է հոգևոր արժեքներով առաջնորդվելը։ Երբ որ երևույթը քեզ հստակ ինչ որ մի բան է առաջարկում, բայց Աստված ասում է չէ։ Բայց ցույց չի տալիս է չէի հետևում ինչ կա։ Դու հաղթում ես, եթե լսում ես չէին։ Ու այդ ժամանակ նոր Աստված ցույց է տալիս էդի ոնց է լինում, բայց մինչև դու չընտրես, ինքը ցույց չի տա, ու դու ճանապարհը չես տեսնի։ Հաղթողները նրանք են, ովքեր որ կարողանում են ուժեղ լինել։ Ֆիզիկական աշխարհում հաղթում է նա, ով որ կարա, չգիտեմ, 100 կիլո շտանգա վերցնի, ես չեմ կարա, ինքը ինձնից ուժեղ է։ Հոգևոր աշխարհում նա է ուժեղ, որ կարա մի բան անի, որ մնացածը չեն կարա։ Ով կարա հոգևոր աշխարհում ուժեղ բան անի, որ բոլորը ընտրում են երևույթին հավատալ, դու ընտրում ես Աստծուն հավատալ։ Էդի է ուժը։ Հիսուսն ասեց Հովհաննեսից հետո ուժեղներն են հափշտակում երկնքի արքայությունը։ Ուժեղներն են հաղթում։ Ամեն, սա հաջորդ ճանապարհը կյանքի ծառից օգտվելու։ Մենք տեսանք, չէ, հաղթողներ, Աստծուն պինդ բռնողներ, սրբեր։ Հիմա հաջորդը։ Արդարներ։ Առակաց 13:10։ Առակաց 13:10։ Ամբարտավանությունից միայն, չէ, կներեք, սխալ տեղ եմ բացել։ Առակաց 11:30։ Արդարի պտուղը կյանքի ծառ է։ Արդարությունը կյանքի ծառից օգտվելու հաջորդ նախապայմանն է։ Ինչ է նշանակում արդար։ Տեսեք, այսի այն նույն կետին է վերաբերում, որ մենք ասում ենք հոգևոր բառեր գիտենք, բայց դրանց բացատրությունը չգիտենք։ Ոնց որ սրբությանը չգիտենք, նույն ձևով արդարության։ Մեզ թվում է արդար օրենքներին հնազանդվող, կարմիր լույսի տակ կանգնող, չգիտեմ։ Հոգևոր արդարությունը լրիվ ուրիշ է։ Անկամ դու կարաս հարկերը թաքցնես, բայց Աստծո աչքին արդար համարվես, դա անարդարության հետ կապ չունենա։ Հոգու մեջ արդար նշանակում է հավատալ Աստծուն։ Աբրահամ ասում է հավատաց Աստծուն, ու դա իր համար արդարություն համարվեց։ Հավատքն է մեր արդարությունը, եթե դու հավատում ես Աստծուն։ Մի քիչ վերացական է հնչում։ Ոնց եմ հավատում Աստծուն։ Գիտես, Հիսուսին եկանացին ոնց անենք Աստծո գործերը, ասեց ինչն է, ասեց հավատացեք նրան, ում որ ուղարկեց։ Եթե դու հավատում ես, որ Հիսուսը միածին Աստծո որդին է, եկավ աշխարհ, խաչվեց ինձ ու քո համար, ու երկինք տանող միակ ճանապարհը ինքն է, ուրիշ ճանապարհ չկա, ու ինքը ուզում է քո կյանքում ավելին, քան դու մնացած այսպիսի լիք աստվածաշնչյան տեղեր, դա քո համար արդարություն է։ Ամեն, փառք Աստծուն։ Արդարությունը կյանքի ծառից օգտվելու նախապայմաններից, գներից մեկն է։ Հաջորդը եկեք նայենք։ Կատարված, չէ, մինչև սա նայելը, պատվիրաները պահել։ Տեսեք, մենք սրբության մասին խոսեցինք, ասենք, որ պատվիրաների հետ կապ չունի, բայց պատվիրաները պահելը անմիջական կապ ունի կյանքի ծառից։ Հայտնություն 22:14։ Հայտնություն 22:14։ Երանելի է նրա պատվիրանները պահողները, որ նրանց կլինի իշխանությունը կյանքի ծառի վրա։ Եվ քաղաքի դռնովը ներս կմտնեն։ Տեսեք, պատվիրաները պահելը անմիջական կապ ունի կյանքի ծառի հետ։ Գիտեք, այսօր այդ կեղծ շնորհքի ուսմունքը, որ տարածված է։ Գիտեք, այդ ուսմունքի հետևորդները ոնց պետք է այս խոսքի առաջ արդարանան։ Պատվիրաները չպահես, ոչ կյանքի ծառից կօգտվես, ոչ էլ սուրբ քաղաքից ներս մտնելու իշխանություն կունենաս։ Այսինքն չկա փրկություն եւ երկնքում, չկա օրհնություն եւ երկրի վրա։ Ոնց ուզում է թող շրջանցեն, գալու են հասնեն այս կետին, ոչ մի բան չկարանան ասեն։ Պատվիրանները պահելը հաջորդ քինն է կյանքի ծառից օգտվելու։ Հաջորդ կետը կատարված փափակ, առակաց 13:12։ Էսի երեք Աբովյանի եկեղեցում Instagram-ում մի հատված դրել էին։ Առակաց 13:12։
Եսի գիտեք, որ հատվածն այն, որ ասում ենք կարկուտը խփած տեղն է խփում։ Եկեք խոսքը կարդանք նոր։ Ուշացած ակնկալիքը սիրտը կհիվանդացնի, բայց կատարված իղձը կյանքի ծառ է։ Մի քիչ հեռվից կամ։ Լսել եք, որ աշխարհում ասում են կարկուտը խփած տեղն է խփում։ Սա հոգևոր սկզբունք է ու իրականում այդպես է։ Կա նաև դրա հակառակը։ Օրհնությունը օրհնված տեղն է գալիս։ Այն լսել եք, որ մի հատ տեղ կա, որ ասում է, այդ օրհնվածների ծառերն են անգամ ավելի արագ աճում, քան մեր ծառերը։ Տենց մի հատ խոսք է, գյուղական ասացված կա, չեմ հիշում բառացի ոնց է, բայց իմաստը այդ է, որ անգամ իրանց ծառերը ավելի շուտ են կանաչում, իրանց ծառերը ավելի շուտ են պտուղ տալիս։ Գիտեք, որ դա հոգևոր սկզբունք է։ Ասում է, կատարված փափագը կյանքի ծառ է։ Այսինքն, տես, երբ որ քո կյանքում սկսում է հաջողություններ, մեկը մյուսի հետևից, զգացել ես, քո մոտ միշտ ցիկլերով է լինում, ու դա հոգևոր օրենք է։ Երբ որ քո մոտ սկսում է հաջողությունների этаպը, ինքը ցիկլերով գնում է, մեկը մյուսի հետևից, մեկը մյուսի հետևից։ Հենց գալիս է անհաջողությունների этаպը, ելի նույն ձևով է, մեկը մյուսի հետևից, մեկը մյուսի հետևից։ Բայց զգացել եք ինչի է դա տենց։ Փորձել եք հասկանալ ինչի է դա տենց, որ դրա թեմա առնեք, անհաջողության դեպքում թեմա առնեք, իսկ հաջողության դեպքում այնպես անեք, որ չավարտվի, գնա անընդհատ։ Տեսեք ինչ է։ Ասում եմ, կատարված փափագը կյանքի ծառ է։ Այսինքն ինչ որ մի этаպում քո կյանքում ինչ որ մի երազանք է կատարվում, ինչ որ մի հրաշք է ալնում։ Աստծո խոսքն ասում է, այդ ցնծությունը քո մեջ ներգործում է հաջորդ, այսինքն դա կյանքի ծառ է քո կյանքում տալիս, պատղից օգտվել։ Իսկ կյանքի ծառան տեսանք երազանքի իրականացումը։ Այսինքն մի հատ քո կյանքում իրականանում է, դու սկսում ես օգտվել հաջորդ պտուղից, հաջորդ պտուղը բերում է հաջորդ պտուղին, ու ամեն մի պտուղը մի հատ երազանքի իրականացում է։ Սկսում է քո կյանքում հաջողությունը իրականանալ, մինչև դու քեզ դուրս ես դնում այն կատեգորիայից։ Այսինքն սկսում ես չհամապատասխանել այն կետերին, այսինքն կամ պատվիրան չես պահում, կամ արդարությունից ես ընկնում, կամ Հիսուսին ես բաց թողում, կամ սրբությունից ես դուրս գալիս, սկսում է այդ պերիոդը քո կյանքում կանգնել, ու դու մնում ես այն մյուս պերիոդի մեջ։ Այսինքն տեսեք, մեր կյանքում այսպես է լինում, մենք երբեմն ընկնում ենք ալիքի մեջ, ինքնըստինքյան սկսում է մեր կյանքում կատարվել, բայց մենք չենք հասկանում ինչի է կատարվում։ Դրա համար շատ կարևոր է մենք սկզբունքը հասկանանք, որ իմանանք, երբ մեզ տնենք սրա մեջ, սկսի կատարվել։ Օրինակ, մի անգամ մի տարի Երևանի Աստվածաշնչյան դպրոցներից մեկում մի հատ խումբ սկսեցինք, կոչվում էր պարգևների խումբ, բացահայտում էինք այն պարգևները, ովքեր որ մարգարեական պարգև ունեին, ու մենք ստացվեց Փառք Աստծուն, լիքը մարգարեների կարողացանք բացահայտենք, ու մեր համար հաջորդ ամենակարևոր կետը գիտեք ինչու՞մ էր։ Նկատել եք Աստվածաշնչում էլ մարգարեների կյանքում գաղտնիք կար, երբ էր սկսում պարգևը կատարվել։ Օրինակ, Դավիթի կյանքում, երբ որ սկսում էր նվագարանով նվագել, Եղիսեի կյանքում, երբ որ հիշում եք այն որբևայրին, երբ որ եկավ, ասես ծառատ պարտքեր ուներ, մահացել էր, եկել են հիմա երեխեքին ուզում են տանեն պարտքի տեղը։ Հիշում եք Եղիսեն ընդդեմ մի հատ նուրբ տեղ կամ մենք էդի չենք նկատում։ Ասում են նվագարանը մոտեցրեք։ Հենց նվագարանը սկսում են նվագել, սկսում է պարգևը դրսևորվել։ Մեր մոտ շատ կարևոր էր հայտնաբերենք, թե մարգարեության պարգևը, երբ որ ինչ-որ մեկը ունի, երբ է սկսում գործել, որտեվ իրանց մոտ պահի տակ գործում էր, պահի տակ չէ։ Ասում ենք, ինչ արեցիր, որ գործեց։ Այդ ինչ անելուց մենք հասկանում ենք նպաստավոր պայմանը, թե իր պարգևը գործելու գաղտնիքը որտեղից է սկսվում, թե չէ պահի տակ կարող է դրսևորվել, պահի տակ չէ։ Ու արի հասկացի, թե ինչի է դրսևորում, բայց եթե դու գաղտնիքը գիտես, դու կարաս այնպես անես, որ պարգևը միշտ դրսևորվի։ Նույնը այս կետին է վերաբերվում։ Եթե դու հասկանաս ոնց ես ընկնում այդ դրական ալիքի վրա, շատ հեշտ կլինի միշտ ընկնել։ Քան թե սпасել պատահական, նստած թախտին, սпасես բախտին, թե երբ էլի այդ ալիքը քո կյանքում կսկսվի։ Երբ պատահական էլի կանես այս կետերը ու կընկնես այդ ալիքի վրա։ Շատ կարևոր է մենք սկզբունքները, բանաձևները հասկանանք ու բանաձևերով ապրենք։ Ամեն։ Հալելույա։ Սա կատարված փափագներ։ Հիմա մի հատ էլ կետ նայենք, որ երեք Աբովյանում չենք նայ։ Առակաց 15:4։ Առակաց 15:4։ Ամոքիչ լեզուն կյանքի ծառ է, բայց նենք լեզուն հոգին կոտրում է։ Առաջին մասը նայենք։ Ամոքիչ լեզուն կյանքի ծառ է։ Առաջին ամոքիչ լեզունով ունի Հիսուսը։ Սուրբ Հոգին, երբ որ խոսում է քո կյանքի մեջ, երբ որ խոսք է հռչակում, ինքնըստինքյան սկսում է քո կյանքում գալ այն բոլոր օրհնությունները, որ ինքը խոստացել է։
Հիսուսը եթե քեզ ասի բժշկություն, ասի առողջ եղի, դու կլինես առողջ։ Իրա մի խոսքով երկինք ու երկիր ստեղծված։ Հերիք է ինքը քեզ ասի առողջ եղի ու դու կլինես առողջ։ Այսինքն Աստծո խոսքն է կյանքի ծառ։ Ամեն։ Հերիք Աստված մի հատ բան ասի, դա կատարվելու անհնար է երկնքի ու երկրի վրա, մի բան կարողանա իր խոսքը հակադարձել։ Իմ կյանքից մի հատ վկայություն ասեմ։ Մինչև այդ մի հատ sense հումորային բան ասեմ։ Երբ ես փռշտում եմ, ես հավատում եմ, որ Հիսուսն ասում է առողջություն։ Իսկ Հիսուսը երբ որ ասի առողջություն, կարա մի բան հիվանդ մնա։ Չի կարա։ Մի հատ վկայություն պատմեմ իմ կյանքից։ Մի ժամանակ իմ հոգևոր կյանքի մեջ ծոմապահությունների երկար ընթացք կար։ Ու գիտեք, ծոմ պահելուց հետո ծոմից դուրս գալը շատ ավելի դժվար է, որովհետև ծոմից դուրս գալուց եթե դու միանգամից շատ ես ուտում, դու առողջությունը փչացնում ես, գիտեք, չէ՞, ծոմից հետո չի կարելի միանգամից շատ ուտել։ Երկար ծոմերից հետո, երկար լավ ուտելուց հետո իմ մոտ աղիքային, ստամոքսային լուրջ խնդիրեր առաջացել։ Այն կարգի լուրջ խնդիր, որ երբ որ սպազմը սկսվում էր ցավի, ես չէի ավտո քշելուց քաշում էի մի կողմ էի կանգնում, որ հանգստանան, որ քշեմ, որովհետև դա անտանելի ցավ էր։ Ու մի անգամ տենց վիճակում գնում եմ խմբակ։ Ու ճանապարհին այդ սպազմը տվեց։ Ու չգիտեմ ոնց եղավ փռշտացի։ Ու ես հավատքով վերցրեցի, որ Հիսուսն ասաց առողջություն։ Ասացի ամեն, շնորհակալություն։ Ու գիտես, ոնց որ սենց լույսը ոնց են անջատում, սենց կնոպկից ու ինքը միանգամից անջատվում է։ Այդ պահին ոնց որ այդ այնց հոսանքից անջատեին այդ ցավը ու մինչև այսօր չկա։ Ամեն, այսինքն տեսեք, փառք Աստծուն։ Աստծո խոսքը ամոքիչ խոսքը, կյանքի ծառ է։ Տերը կարա խոսա ու ոչ մի բան չի կարա դրա դեմ կանգնի։ Բայց այստեղ հաջորդ գաղտնիքը գիտեք որն է։ Մենք կարանք ուրիշների համար լինենք կյանքի ծառ։ Մենք մեր լեզվով լինենք ամոքիչ ուրիշների համար։ Գիտեք, այնքան հեշտ է նենգավոր լինել, նենգ լեզու ունենալ, նենգ շուրթեր ունենալ, նենգածին ավելի կոտրել կամ չգիտեմ, բայց ինչքան քիչ են մխիթարիչ խոսքեր խոսողները, ամոքիչ խոսքեր խոսողը։ Գիտես, քո խոսքը կարա ուրիշի կյանքում կյանքի ծառ լինել։ Դու կարաս լինես ուրիշի կյանքում կյանքի ծառ։ Ամեն։ Այսօր ոնց որ մենք միշտ նայում ենք հոգևորում, հոգևոր սկզբունքներով, այսօր ֆիզիկական, մենք կարանք ուրիշի համար լինենք կյանքի ծառ։ Մեր խոսքը, մեր հռչակումը կարա իր կյանքում բերի կյանքի ծառի օգտվելու օրհնություններին։ Ամեն։ Հալելույա։ Հիմա եկեք ամփոփենք։ Ինչ է մեզ մենք տեսանք, որ կյանքի ծառը հասանելի է բոլոր քրիստոնյաներին այսօր։ Ինքը Աստված Եդեմից վերցրեց, բայց մարդկությանը անմաստ չթողեց դրանից, որտեղ մարդկանց այնքան սիրեց, որ մարդկանց համար ամենաթանկ օրհնությունը չզրկեց մարդկանց։ Այսինքն երկնքում լինելով հանդերձ կյանքի ծառը նաև երկրի վրա է, բայց չի պատկանում ամեն մեկին։ Կյանքի ծառը ունի գին, ովքեր կարող են օգտվել կյանքի ծառից։ Դրանք են հաղթող լինել, պինդ բռնել Հիսուսին, արդար լինել, կատարված փափագ ունենալ մեր կյանքում, պատվիրաներ պահող լինենք, սուրբ լինենք ու բժշկող լեզու ունենանք կամ Աստծո լեզվի ներգործություն ունենանք մեր կյանքի մեջ։ Այս ամեն ինչը մեզ կտա կյանքի ծառից օգտվել։ Իսկ ինչ կտա կյանքի ծառը մեր կյանքում։ Եկեք դա էլ նայենք։ Կյանքի ծառը մեր կյանքում տալու է երազանքների իրականացում, երջանկություն, երանելի դառնալ։ Մեզ տալու է ամեն ամիս երազանքների իրականացում։ Մեզ տալու է Աստծո քաղաքից ներս մտնելու իշխանություն, թե այս կյանքից հետո, թե այս կյանքի ընթացքում մտնել ու այդ քաղաքից վերցնել շնորհք պատշաճ ժամանակին, թե մեր կյանքերում, թե ուրիշների կյանքերում, կյանքի ծառ դառնալ ուրիշների կյանքերում։ Եվ ամենավտանգավորը, Աստծո խոսքի աղավաղելը կարա մեր բաժինը կյանքի ծառից պակասացնի։ Ամեն, ողջ փառքը մեր Տիրոջ։ Եկեք ոտքի կանգնենք, աղոթքով ավարտենք այսօրվա ծառայությունը։